Կանգնել է։ Նստի։ Արման ջան, այսօր գործանելու ենք, թե գնամ տուն։ Թե մի րոպե սպասեք։ Դուք էլ սպասեք։ Սաղ սպասեք։ Ուզում եմ հասկանամ ինչ ա եղել։ Ինչ պետք է լինի։ Ես կգիչում եմ։ Մի օր չի լինում, որ նորմալ աշխատեմ։ Հազիվ ոգևորվել էի, որ ստեղծագործ էի։ Չէ, ոնց կլինի։ Ոնց կլինի։ Բայց ստեղծագործի ով է խանգարում։ Տեխնիկան չկա։ Տեխնիկան։ Ալենը որ իմացավ ինձ կամերայի տեղ կծախի։ Բա ուր է տեխնիկան։ Շատ իմանա։ Օպել աշկաշիկայնի, ճանապար։ Բարդուս։ Օբյեկտիվ։ Կամերա։ Բեր։ Արասի գիժա։ Ով է գիժ, տարել եմ սաղ աղթը անել եմ, անշտորակալի պես եք ձեզ պահում։ Ոչ մեկը ծետ շարժվի։ Լսակ։ Էդմոն, իսկ ասես ինչի ես տենց վախեցած։ Ես վախեցած չեմ, ուղղակի պաշտպանված եմ, դրանք տարբեր բաներ։ Սա գիժա։ Եք ծիծաղում որ։ Եք ծիծաղում, վաղը միսո դուք եք վարակվելու, ես ծիծաղամ ձեր վրա։ Չէ, եք չի սա գիժա, ինձ էլ հետ նա ճշվցնելու։ Էդմոն, լսի, մեր մեջ վարակված չկա, դու ինչի ես վախենում։ Լուրջ, այդ բոլոր վարակվածները ասել են մենք վարակված ենք։ Ես տունը կատուն եմ հղի։ Էդի որ վարակվեց վաղը մյուս օր ծննդաբերեց այդ փոքրիկ ձակուկները սատկեն, ով է պատասխան տալու։ Երեք ամբողջ օրը ես քաղաքում եք դիմակ եմ մանեկե կատվի։ Կատվի դիմակ ես մանեկել կա։ Այո, ու չկա քաղաքում։ Այ աղբերսկի մեր համար դիմակ չկա, որ մնաց կատվի։ Դեմ քեզ։ Որ ճարեմ քեզ է կտա։ Ասում եմ, չէ, սա գիժա։ Լավ, կանգնեք սկսենք։ Կանգնեք։ Բայց գնաս տեղից։ Կանգնեք։ Կանգնած ենք։ Ոչ մեկը չփռշտա հանգարջ։ Ես դեմ։ Սա կապնին գլուխս պտտվեց։ Չեմ կարող։ Ահա որ ջղայնացած եմ։ Քերակին, կանաս ինձ բացատրես։ Ինչ եմ անընդհատ աստղի մասին թեմա բացում։ Դու չգիտես, հա։ Մաման ուզում է, որ քո աստղիկի մեջ ինչ-որ բան ստացվի։ Հա, իրա ուզելով չի։ Չեմ սիրում ես այդ մարդուն։ Ուղղակի ես Լիլիի հետ եմ ընկերություն անում։ Դե դրա համար էլ չղայնանում, այլ։ Լավ, հասկացանք։ Մաման դեմ է Լիլիին, բայց կարա չէ աստղի հետ կապված տենց ինչ-որ բաներ չանի։ Ինչ եմ մտածում եմ, որ Լիլին չլինի, աստղիկը կլինի։ Հա։ Մամա հավանում է աստղիկին։ Հա, ես չեմ հավանում։ Այ քեզ բան։ Ու ուզում եմ իմանաս, որ լուրջ է դրամադրված։ Սամ, մտքովս մի բան է անցել, գիտես։ Ինչ։ Ասում եմ ինչի հետ Լիլիին հաճախ չես հրավիրում մեր տուն։ Թող գա ու Հայկո աչքի առաջ անընդհատ լինի։ Կամաց կսովորի իր ներկայությանը։ Ժամանակի հետ էլ կճանաչի ու կսկսի հավանել։ Բան ես ասում գիտես։ Մենք էլ ամեն ինչ կանենք, որ հանկարծ մի թթու բառ չասի Լիլիին։ Ապրես քերակին։ Ես ասել եմ ու հա պետք է ասեմ, դու ամենալավ քերակինն ես։ Այս ովրիջը։ Լավ, ես գնամ սենյակ։ Ասածն այդ մասին անպայման կմտածեմ ու կկազմակերպեմ։ Գնա հազիվ դեմքից շպիտ հայտնվեց։ Խղճերի խո։ Փոխանակ օգնեն խանգարում են։ Մերսի ամեն ինչի համար։ Մանել էի, որ մեր տանն ենք ամեն ինչ լավ էր, որ դուրս եկաք տրամադրությունը տնկավ, ինչի՞։
Չեն քեզ թվացել է։ Լավ։ Ուղղակի մի քիչ երկար մնացի կներես։ Արթուրի դուրն էլ չեկավ։ Արթուրը իմ հյուրն է, հիշի։ Չէ, քո հյուրը ես եմ, Արթուրը քո եղբայրն է։ Եվ ուզում եմ ասեմ, ես եմ որոշում ով գա իմ տուն ու որ ժամին։ Բայց նկատել էիր, որ դուրը չեկավ իմ ներկայությունը։ Բարև ձեզ։ Բարև։ Լավ, ես գնամ արդեն։ Բարի գիշեր։ Բարի գիշեր։ Բարի գիշեր։ Բարի գիշեր։ Ապրես։ Մանե։ Այս ժամին մենակ գայի։ Զանգերես ինչի չես պատասխանում։ Մագա Եվայից անցում ես արել ինձ։ Մանե Եվան ոչ մի կապ չունի։ Բա։ Երևույթը սխալ է։ Դու ես մարդուն նոր ես ճանաչում, ինչ ես քեզ այդքան մոտ թողնում։ Բա որ ինչ։ Բա որ ինքն էլ խափի ու թողնի։ Հա, եթե ուզում ես տենց ուղիղ տեքստով ասեմ, ուրեմն հա։ Ապրես։ Ոչ մի բան մեր մեջ չկա։ Չի երևում, պարզ չի։ Ինչ է նշանակում, բա որ ինքն էլ խափի ու թողնի։ Դու շատ լավ գիտես, որ ես շատ ուրախ կլինեմ, եթե ձեր մեջ ինչ-որ բան լինի։ Բայց հենց մի անգամից ժամերով անհետանալը ու այս ժամին տուն գալը, այդ ճիշտ չի, դեռ շատ շուտ է դրա համար։ Ինձ նենց հետաքրքիր է բոլորդ ինձնից ինչ եք ուզում։ Չէ լուրջ։ Մեկը ասում է դուրսարի հետը հանդիպի են, մեկը ասում է գիտես ժամերով հետը անհետանում ես, մեկը գալիս է տեսնում է տանը նստած ենք նյարդայնանում այն ներկայությունից, ես չեմ հասկանում ինձնից ինչ եք ուզում, դուք բոլորդ, ամեն մեկի թվում է որ ձեր ուզածով պետք է ապրեմ, մագա, տենց չի, ես իմ չափն ու սահմանը գիտեմ։ Ես չեմ ուզում, որ քեզ նորից ցավացնեն, չես հասկանում։ Իսկ դու չես հասկանում, որ այն մարդու համարով դադարել է ցավ զգալ։ Այս ամեն ինչը արդեն միևնույն է։ Դե ապրես։ Հայկո։ Հայկո։ Չէ, դու հասկանում ես, որ ես անհանգիստ եմ քո համար։ Իզուր։ Ամեն շատ լավ է։ Ուղղակի մանեն մի քիչ իրան լավ չէր զգում, չէր ուզում ուրիշ տեղ գնար։ Ես էլ հրավիրեցի մեր տուն։ Ինչ կատա որ։ Ասում ես վատ էր զգում, հա։ Այդ ինչ է եղել, որ վատ էր զգում։ Ոնց որ թե Մարկի հետ էր կռվել։ Ու դու ինչպես միշտ չես էլ հարցրել, չէ՞, ինչ է եղել։ Ու դու ինչպես միշտ շատ կասկածամիտ ես, չէ՞։ Հայկո։ Եղբայր, եթե Մարկն ու Մանեն թեկուզ վիճաբանությունների մակարդակով իրար հետ են, դու այդտեղ ինչ գործ ունես։ Հա, դու ուզում ես ես պատասխանեմ, հա։ Երբ Մարկն ու Մանեն դե իրար են ես ինչ գործ։ Ոչ մի գործապեր։ Արդ ես ուզեցի Մանեին օգնեմ ու օգնեցի։ Ես անում եմ այն, ինչից որ լավ եմ զգում։ Ինչ կատաղ որ։ Շատ լավ է խաղում ինքը։ Արդ ինչն է լավ խաղում, ես երկու պարտիա կրվում եմ։
Այգո։ Բայց այդ մանեն շատ սուսիկ չէ, հա։ Դե ինձանից սուսիկ չի արդ։ Ես իմ լուրջ եմ խոսում։ Չի անում Քայլը։ Ապա ես եմ լուրջ խոսում։ Նորմալ է ամեն ինչ, ինչ ա եղել։ Ուղղակի այդ վերաբերմունքդ մի քիչ փոխի, էլի ինքը զգում է։ Խնդրեմ որ մի քիչ ավելի ուշադիր լինես դու։ Նա պոստորեն ներվել է իմ ասածից տենց։ Ա ես էլ եմ այդ ասում ներվել է։ Ինչ ես։ Այ ինքը դի խաղար։ Նա ինձ կասեց ինչա կատարվում է դա։ Ոչ մի բան արդ։ Արդ, ես երջանիկ եմ։ Պետք ինձ նայ։ Ապա ես երջանիկ եմ, ես հենց այս պահին ես երջանիկ եմ զգում։ Մի բարդացվելի ամեն ինչ։ Ինչ չես քնում։ Ման կներես էլի, եթե քեզ նեղացրեցի։ Ես քեզանից չեմ նեղանում։ Կան մարդիկ, ումից իրավունք չունես նեղանալու։ Ուղղակի ես երբեք էլ չեմ զգա ու չեմ հասկանա քո զգացածը։ Ու դրա համար սխալ էր այդպես կտրուկ խոսելը։ Լսի, ես ոչ մի բան չեմ էլ զգում։ Ամբողջ խնդիրը այդ է, որ պետք չի հասկանալ ինչ եմ ես զգում։ Ինձ ընդամենը հանգիստ է այդ մարդու հետ, ոչ մի ավելորդ բան։ Իր հետ հանգիստ է ու ոչ մի պարտավորեցնող բան չկա այդ ամեն ինչի մեջ։ Ես դրանից ավել չեմ էլ ուզում։ Ես դրանից ավել չեմ էլ կարող տալ, որ ուզեմ, հասկանում ես։ Ես հուսով եմ, որ այդ հանգստությունը կշարունակվի։ Եվ մի քիչ կորացի։ Էդ ինչ ես անում, տես չեմ կորանում, սիրում կորացի մի հատ սենց։ Այ հենց տենց էլ պետք է։ Ապրես։ Լիլի, իսկ դու ինչի դասի չես։ Բա դու ինչի դասի չես։ Որովհետև ես չեմ սովորում, ես մոդել եմ։ Երանի ես էլ մոդել լինեի։ Եվ կարաս ընես խոսես, որ սենց բերատ բաց չլնի էլի ժպիտըտ։ Բա տենց ոնց խնդամ։ Սպասի ցույց տամ։ Լավ, անցանք։ Հələ դու անգամ գնա։ Նայ։ Շատ լավ է, ապրես, այսենց, սպասի հավրժացնեմ։ Բայց մի հատ մի րոպե, հա ես եմ ստեղ մոդելը։ Հա, քեզով բան ասեց, կանգնի։ Մի քիչ առաջ կանգնի։ Գլետ հազարի վրա կանգնեմ իբր կաբլուկներով։ Հա։ Շատ լավ, ապրեք։ Լիլի ջան, հիմա ձեռքդ դիր Եվայուսին։ Ընտիրա, ապրեք։ Շատ լավ, ընտիր, ուֆ, ապրեք։ Ընտիր։ Վերջ։ Ահա։ Դե ջնջին նկարներս։ Լիլի չես ուզում մի հատ նայես։ Ինչի՞ սա պետք։ Ես սենց տենից ինձ ամբողջ օրը տեսնում եմ հայլու մեջ։ Լիլի ջան, կանես, բայց չեմ կարող ջնջել։ Այսինքն չեմ կարող։ Սովորեցնեմ քեզ այդտեղ մի հատ դիլեյթ կնոպկա կա, այդ սեղմի լրիվ կջնջվի։ Ախր այ Լիլի ջան, այդ ցավը տանեմ, ես չեմ կարող այս նկարները ջնջել։ Համել Լիլի ջան,
կյանքում սենց գող չի եղել, նայ ոնց է ոգևորվել։ Հա, բայց ինձ ընդհանրապես չի հետաքրքրում։ Եթե ասում եմ ջնջի, ուրեմն ջնջի, վերջ։ Չէ, ես ինչքան վաղ ստեղ աշխատում եմ, սենց ընտիր ֆոտոներ չի եղել, չէ։ Չէ, չեմ կարա ջնջում։ Վայ, ընկերուհիս որ ասում է ջնջի, ուրեմն ջնջի։ Լսեցի՞ր։ Վայ, սրանք գժվացնեն ինձ, չէ, էսես չեմ կարա։ Գնում եմ, դիմում գնամ դուրս գամ։ Էս ինչ բան է։ Հա, Ջնջի այդ նկարները ինքը մոդել չի, ինքը ուսանողուհի է։ Լսեցի՞ր։ Չէ։ Համեն դու խի մոդել չես, այլ ուսանողուհի ես։ Եսի։ Հա, որովհետև Մարկը չթողեց, պապան էլ համաձայն չէր, դե հիմա էլ Սամը էլի։ Մտածում ես Սամը դեմ կլինի։ Բայց քո ինչ գործ է։ Իբր դες մոդելիներ ինչ գործ է։ Ով ուզի կարա դառնա։ Պահ, դու այնց մեռար, հա, դաս սովորելով։ Չի երևում։ Գնանք։ Գնանք, ասում ես խի դասի չես գնում։ Որովհետև էլ ներվերս չի հերիքում։ Ամբողջ կուրսում խառնվել են իրար հարցնում են, աստղիկը երբ հա գալու, խի ա գալու, ոնց ա գալու, խի չի գալիս, ոնց որ ես եմ մեղավոր, որ ինքը չի գալիս, այ քեզ բան։ Գնա, հա։ Կարող եմ մի օր մոդել դառնաս, վայս լինես, Հա, հենց տենց էլ իմաց։ Ատեք։ Բարև ձեզ իրեն արտիպիչ։ Բարև, արեիք։ Զարմացա Ալենը զանգեց, ասեց ուզում եք խոսակ հետս։ Ինչի զարմացար։ Դե որ Ալենն է իմ հետ կապնվում։ Ինչա սպասում էիր, որ ես զանգեմ։ Հա ինչի չէ որ։ Ինչ ես կարծում, ինչի համար եմ քեզ կանչել։ Դե մտածեցի գուշակություններ չանեմ, գամ խոսենք էլի։ Չնայած մտքովս ասում ա կարող ուզում եք ինձ հետ կանչեք։ Միանգամից ասեմ ես հետ չեմ գալու։ Չէ, քո վերադարձը չի բխում մեր գործակալության շահերից։ Էդ ինչի։ Ես ժամանակ չունեմ այդ երկար բարակ խոսելու, միանգամից պարզ խոսեմ։ Ես իմացել եմ, որ Ալենի հոր հետ կապված ինֆորմացիան քո միջոցով է տարածվել։ Ես սկզբում չէի ուզում հավատալ Մարկի, Ալենի կասկածներին, բայց պարզվում է իզուր։ Տես բան չկա։ Ես տես բան չէի անի ձեր հանդեպ, այդ անհիմն կասկածներ են։ Փաստորեն տեղյակ ես, որ այդ ինֆորմացիան տարածվել է գործարարների շրջանում։ Դե հա, կայքերից մեկում եմ կարդացել ու դաժե ժամանակ մտածում էի հանկարծ չմտածեք ես եմ արել այդ։ Դուք իրոք մտածում եք, որ ես իմ սիրած աղջկա հորը պիտի վնասեմ, հա։ Ես մտածում էի, որ դու ուզում ես վնասել Ալենին, որ դա սովորական վրեժ է։ Հա, դուք այսքան ժամանակվա ընթացքում ինձ չհասցրեցիք ճանաչեք էլի։ Հա, ես Ալենի հետ կոնֆլիկտ ունեցել եմ ու հա Լիլինից մերժել է, բայց այդ առիթ չի, որ ձեր նկատմամբ սենց ստոր քայլ անեմ։ Ալեիկ, դու հիմա ինչ ուզես կարող ես ասել։ Բայց ես փաստեր ունեմ։ Ուզում եմ իմանաս, որ ես շատ հիասթափված եմ։ Ես դες բան չեմ արել, որ դուք հիասթափվեք։ Ձեզ ուղակի խաբել են։ Ես կարծում եմ ավելի տղամարդավարի կլիներ, որ դու ընդունեիր քո մեղքը։ Ու մենք խոսեինք պատճառներից։ Արայք, ես վստահել եմ քեզ, վստահել եմ հորդ։ Հերս կապ չունի։ Ճիշտ ես, ես համոզված եմ, որ Լևոնը թույլ չէր տա, որ դու նման բան անեիր։ Խոսիր ինձ հետ, ասա ինչն է պատճառը։ Ես քեզ վատ եմ վերաբերվել, անարդար եմ եղել հետդ։ Դուք ընդհանրապես ինչից եք տեղյակ։ Ես այդտեղ բանվորի աշխատանք եմ արել։ Ով հասցրել է, որտեղ ուզել է ինձ ուղարկել առաջին հերթին Ալենը։ Դու Ալենի ենթակայության տակ էիր աշխատում։ Իսկ եթե մտածում էիր, որ ինքը չարաշահում է դիրքերը, այդ մասին կարող էիր ինձ հետ խոսել։ Ես խոսել եմ դրա մասին, բայց Մարկի հետ։ Իսկ Մարկը Ալենի մոտիկ ընկերն է, անիմաստ էր։ Ձեզ էլ չէի ուզում անհանգստացնեի։ Հա, դուրս է գալիս, ինձ հարգելով իմ մասին մտածելով ես այս ամեն ինչը արել, հա։ Ուզում եք ճիշտ իմանաք։ Ինձ ստեղ ոչ մեկ չի հարգել։ Դրա համար էլ ես ոչ մեկին հարգելու պարտավորություն երբեք ստեղ չեմ զգացել։ Հարգանքը վաստակում է։ Ուրեմն ոչ մեկ չի վաստակել իմ հարգանքը։ Էրիկա։ Հիմա ինչ ասես կարող ես խոսել, բայց այդ չի արդարացնում քեզ։ Ինձ համար մեկ է, ինչ ուզում եք մտածեք, ուզում եք հավատացեք, ուզում եք մի հավատացեք։ Ու կարաք պապային էլ ասեք, ինձ էլ ամեք։ Հասեմ իմանաք, պապան այս ամեն ինչի մասին շատ լավ տեղյակ։ Ոնց տեղյակ էր։ Չգիտեմ ինչ անում ստեղ։ Երևի եկել է էլի պապայի աչքը մտնում, ուրիշ ինչ։ Բարև ձեզ։ Բարև նախկին շեֆա նման ինչ-որ բան։ Շատ խնդալու էր։ Արա։
Էս էլ եկել ես պապային խնդրես, աղաչես, որ քեզ գործի ընդունի, հա։ Քո մոտ ասել եմ ես են տղեն եմ, որ պապայից հետ ինչ-որ բան խնդրի, հա։ Օյ։ Բա ինչի համար ես եկել։ Ազգով ցեղով խնդրեք, այստեղ էլ կյանքում չեմ աշխատի։ Ու այդ շատ ճիշտ է։ Ավելի լավ է 10 հատ Էդմոն ու Արման աշխատեն, քան դու։ Լեզուդ երկար է, Եվա։ Բայ ոնց որ քո լեզուն էլ է երկարել, հա, Արա։ Ինչի համար ես եկել։ Գնա պապայից հետ հարցրու ինչի է կանչել։ Պապասը քեզ կանչել։ Լսեցիր, պապասը իրան կանչել, ինչ որ շատ լավ երևակայություն ունես, գիտես, ոնց որ երազ ես տեսել, հա։ Արայիկ, հետ արի մենք դեռ չենք վերջացել։ Ես էլ խոսալու բան չունեմ, Զիազվիլեն։ Ես եմ քեզ կանչել, ես ունեմ խոսելու բան։ Դու սուտ ասեցիր, չէ՞։ Լևոնը ինձ չէր խաբի։ Դուք 1000 տարվա ընկերներ եք, ես ով եմ որ ինձ հավատա։ Պապ, ինչ է եղել։ Պապ, լավ չես զգում քեզ։ Բան չկա մի անացնացի։ Ոնց բան չկա, եթե լավ չես զգում, ինչ ես եկել գործի, պապա։ Խնդրում գնա ջուր բեր, հա, գնա։ Պապ, լավ է, բա դու ինչի դասի չես։ Բայց պապա հիմա ինչ կարևոր է այդ դասը։ Շուտ արա, շուտ։ Ինչ արունա, պապա։ Պապա, ես ինչ արունա։ Եվա շտապօգնություն կանչի, խնդրում եմ։ Չէ։ Ինչի՞ չէ։ Լավ։ Կանչում ես արա, ասա շուտ կան։ Ստեղ դեղեր չկա, խնդրում եմ գնա դեղեր բեր, չէ՞ իմանում մի բան արեք, պապա։ Մի րոպե կանգնում եմ շտապօգնություն։ Ան կարենք պատվիր էինք, հավես ունես սարքում ես։ Հազիվ այսօր գործս շուտ եմ վերջացրել։ Համել գործ կանեմ, ներվերս կհանգստանա։ Ինչի ինչ է եղել ներվայրես։ Էդ յուրենը ազդում է ներվերիս վրա, մանգանորջ եմ ասում։ Ամեն արածիս աղնակպում, ոչիցս կպած օֆիսում ման է գալիս։ Դու էլ տենց խելոք լսում ես իրան։ Նենց չի խելոք լսում եմ, իհարկե պատասխան եմ տալիս։ Բայց դե շատ անդուր աղջիկ է, սենց որ բացատրեմ չես հասկանա, պետք է տեսնես իրեն։ Այ, Երանի իմ խնդիրներն էլ գործնականն են։ Եվ այն նկատի ունես։ Բա էլում, իմ կյանքի ամենամեծ խնդիրը այդ Եվան է։ Քույրդ է, մագա։ Իչա քույրդ է, մի բան էլ արդեն առաջին քայլը արել է, հաշտվի հետ է, իսպանացիր դու։ Մանե, գիտես ինձ ինչն է ներվայացնում, որ ինքը ամեն անգամ վազում է Ալենին։ Բա ում մոտ վազի դե կներես։ Դու հետը չես խոսում, ինձ չի վստահում, Երևանում ընկերուհի չէ, մնում է Ալենը բարձը։ Մանե, դու Ալենին լավ ես ճանաչում։ Հա, ճանաչում եմ, բայց այս պահին իրան մենակ Ալենն է օգնում։ Իրոք ես էլ չեմ կարա ամեն անգամ Եվային Ալենից փրկել։ Չեմ կարա։ Ինչն եմ մոռացել վերը։ Հա, Եգիպտացորեն է։ Իսկ ես գիտես ինչ եմ մտածում։ Մտածում եմ կարող է պետք չի Ալենից փրկել, կարող է իրանց մեջ ամեն ինչ անկեղծ է։ Մանե լավ ես, դու հիմա լուրջ ես խոսում։ Հələ մի հատ ասա Ալեն։ Ալեն։ Դե ասա անկեղծ։ Անկեղծ։ Դե հիմա երկուսով նախաձեռնություն կազմի, տեսնեմ կարողանում ես։ Վայ մագա։ Տեսա որ չես կարողանում։ Լսի, մեկ էլ գիտես ինչ եմ մտածում։ Մտածում եմ գոռոզություն ես անում, այդ կա բան։ Այսինքն ինչ գոռոզություն։ Այսինքն որ արդեն քրոջդ ներել ես, հաշտվել ես հետո ուղղակի գոռոզություն ես անում։ Չես ուզում հետո գնաս խոսես, թե չէ երևում է որ ջղայնությունը տանցել է։ Իմացար։ Սխալ եմ ասում։ Լսի, Երևան մաղը Սամի մոտ գործի է, չէ։ Լավ։ Ապրես։ Մանե արդեն ես եմ ներվայնանում, մի հատ 10, ինչն է, ունդեղ ես ասում։ Չէ, բաբաջան խմելու չեմ։ Չգիտեմ երբ իրամ էլ եկավ։ Եղի, որովհետև ընկերոջդ վերել եմ հիվանդանոց։ Հա, ավելին է։ Չէ, գալիս ես ինչ անես։ Ուղղակի ինչ-որ վիրուս է երևի, հազում էր ուղղակի։ Լավ, վերջացնեմ կգամ, դու հանգիստ եղի, հա։ Հա, նորություն կա։ Իվա ես չեմ հասկանում ինչ էր նշանակում այդ տարբերակը բացատրես ինչ էր նշանակում Չէ, էլի բժիշկները դուրս չեն եկել, հանգստացի, խնդրում եմ հանգստացի, ամեն ինչ լավ կլինի, լավ։ Ուր են բայց բժիշկները, հա։ Ուր են, ինչի չկան։ Հա լավ, տես մի անհանգստացի։ Հիմա հասարակ հիվանդ կամ մենակ մենք չենք։ Արո դե լավ էլի կամ նորմալ բան ասա կամ մի խոսա։
Դու ինչ գործ ունեիր papai մոտ, հա? Ինչի համար էիր գնացել papai մոտ։ Դու մենում ես քեզ դակլատ տա, էլի։ Արա, ասա ինչ ես ասել։ Ասա ինչ ես ասել, որ ինքս էս ներվայնացել, ասա խիվատացավ։ Դու լուրջ մտածում ես ես կարող եմ այս բան ասեմ, որ papai-դ բերանից արվում գա։ Լավ էլի։ Արո, հիմա դրա ժամանակը չի։ Դե որտեվ արդեն խայսատ եք դարձել, ամեն ինչում ինձ եք մեղադրում։ Փոխանակ մերսի ասես, որ բերել հասցրել եմ այստեղ։ Գնաս տեղից, Արո։ Արո, գնաս տեղից, լուրջ ներվերս չի երիկուն, գնաս տեղից։ Գնում եմ, հիստերիկներ, որ նորություն լինի խաբար արեք։ Ավտոյի մեջ եմ։ Լիլի, չես ուզում նստես, մինչև բժիշկները գան։ Արի։ Եվը կարող եմ papai հետ ինչ-որ լուրջ բան է եղել, հա? Լիլի, արի մի հատ բան պայմանավորվենք, հա, մինչև բժիշկները չգան ինչ-որ բան ասեն, այդ հիմար մտքերդ հանում ես գլխից, օքեյ։ Հա, Չայ կոֆե կուզես։ չգիտեմ։ Գնամ կակաո բերեմ։ Հա, գնամ։ Լավ։ Հաս եմ ներել։ Դիրելի սեղանին դից տոպրակով, ինչ արել։ Ինչ եղել, սոված եմ։ Գուլը ճիշտն ասա։ Որ ասեմ, սաղ կոտակվել է գլխից։ Հալը պատի։ Օրինակ ինչ է եղել։ Այսօր քուրդելի գործի չեր եկել։ Չնեղանաս տուգանելու եմ։ Սամո լուրջ եմ ասում, որ դրան գործից էլ հանես ես չեմ նեղվի։ Մի հատ հանգստացեք։ Գործից չեմ հանի։ Բայց եթե մի հատ էլ ասենց բացակայել։ Դու Եվայի համար ես սենց ջղայնացած։ Չես կարողանում խաբել, հացը բերեմ գա։ Համել։ Մանե դու են ասա, մարկից նորություն չկա։ Մարկից ինչ նորություն պետք է լինի։ Ալենից նույնիսկ նորություն չկա հիմա։ Դա էլ է կորել Աստված գիտի։ Եվան կիմանա։ Ինչ։ Ճիշտ է ասում։ Հա որ իմացաք որտեղ է, ինչա փոխվելու։ Չգիտեմ, կարող է նորություն ասի։ Քո ամբողջ մտածմունքդ Իրենն է, չէ՞։ Իրենն ով է։ Ինչեր չգիտես։ Պատմի։ Հացը քեզ կպատմեմ։ Կհասկանաս, որ մենակ քո խնդիրները չեն աշխարհում, բոլորն էլ խնդիրներ ունեն, որոնց դիմաց քո խնդիրները փոքրիկ բաներ գտալ մոռացել եմ սպասել։ Սամի դեպ մեր շենքերի հետ կապված նորություն կա։ Ախպոր պես։ Մեր շենքերի հետ կապված գնացող գալացող կա հավատա։ Չհասկացա, ով։ Արոն, ստեղ ես հասցրել։ Չեմ դիմանալու ծեծելու եմ յուր դրան։ Չհասկացա, բայց Արոն ինչի է եկել, իրեն ոչ մեկ չի ուղարկել։ Լուրջ։ Հա։ Քարամյանը բոլորին արգելել է։ Ասել է, որ քո գործակալությունը հանգիստ թողնեն, թողնեն, որ մտածված նորմալ հանգիստ աշխատես։ Այ, տափուկնա։ Ինչ ես տենց նայում։ Քարամյանիդ մասին եմ խոսում, տափուկի մեկն է, հա։ Էդ ինչի։ Ուղղակի։ Չէ։ Ես կասեմ Քարամյանին, որ Արոն քեզ անհանգստացնում ասա։ Անպայման։ Մեկ էլ կասես, որ նեղացրել է ինձ։ Դե Սամ չես հասկանում դու։ Ինքը չպիտի գա։ Էդ իմ խնդիրն է։ Փակա թեման։ Սամախանիկը չպիտի։ Որ ասում փակա։ Լիլի, խմի կահանգստանաս։ Չեմ ուզում, չեմ ուզում։ Հələ նորից չկա։ Արո, խնդրում եմ, գնաս տեղից, Արո, գնաս տեղից, ինչ կլինի։ Հա լավ։
Հանգստացի, պապանա զանգել ասել իմանամ ձեզ գրել ոնց է։ Նորություն լինի, ես կզանգեմ քեզ, հիմա գնա մի ասի ներվելին։ Լիլի, ինչ ես զանգում Սամոյին ասես գա։ Պետք չի։ Ինչի պետք չի։ Որ իմանա հաստատ կգա։ Ահա, գիտեմ որ կգա, Եվա, գիտեմ որ կգա։ Գիտեմ որտեղ էլ ուզեմ կգա, բայց պետք չի։ Ամեն էսա մաման անգալու չեմ ասում հանդիպեմ, պետք չի։ Հա, բայց կնեղան այն մանավանդ որ իմանա, որ է Սարոն ստեղ է։ Լիլի, ինչ ա եղել։ Պապան վատացել է։ Ուր է հիմա։ Ինչ ա եղել, ասեք տեսնեմ։ Սկսեց հազալ, հետո թուլացավ։ Հա, ման պապան որ հազում էր իր թաշկինակի վրա արյան հետքեր են։ Մի վախեցի, այդ արյունը ուղղակի ճնշումը բարձացել է, քթից արյուն եկել, հա, մի վախեցի, ցիգար ծխելուց է։ Հաստատ դրանից է, չէ՞, հա, հաստատ դրանից, հաստատ մի վախեցի։ Բժիշկները բան չեն ասում, ասացին մինչև Վիլեն Արտեմիչը դուրս չգա, բան չեն ասում։ Ոչինչ ձեզ չեն ասում, ինձ կասեն։ Կարամ ես գամ, խնդրում եմ, հիմա Եվա ետեղի։ Մտնում եմ բժշկի մոտ գամ։ Հաստատ դրանից է, հաստատ դրանից է, ոչ մի չի կարա լինի, պապան առողջ է։ Հաստատ սիգարից այդքան էլ մաման ասում էր մի ծխի։ Չեմ ասում։ Արտես որտեղ են գրավիրված։ Ուր։ Ուր որ գնում ենք դու հրավիրված ես։ Չեմ հասկանում ինչ ես խոսում։ Այդ հեռախոսից հետ որ մի քիչ կտրվես, կհասկանաս ինչ եմ ասում։ Լավ լասա ուր ենք գնում։ Մանենց դու։ Չէ, ապեր չկպավ, ես չեմ գալիս։ Ինչի՞։ Որովհետև իրանք ինձ իրանց գյուղի տուն են հրավիրել, ու ես կգնամ իրանց գյուղի տուն։ Բայց քանի որ դու այդքան ժամանակ չունես գյուղի տուն գնալու համար, ինչ ես ուզում մի քոյ հրավերը մերժես, դու այսօր իմ հետ գաս իրանց քաղաքի տուն, չէ՞։ Նելը մի րոպե։ Դե ախպերս ինձ անժամկետ է ստեղ կանչել, նենց որ ես շատ ժամանակ ունեմ, կարամ գնամ իրանց գյուղի տուն, մնամ, մի հատ էլ ծիրանից հոգոր ուտեմ, բա։ Եթե դու հիմա ինչ տարար այնտեղ որտեղ որ ինձ պետք է, կարաս գնաս այնտեղ որտեղից որ եկել ես ապեր։ Հատ ինձ կարաս ասես ինչ ես առաջի դասարանցու դեմք ընդունել։ Այդ որն է։ Այդ նա որ դու գերազանցիկ, կարգապահ, ինձ մեջներից ծույլիկն է ես էի, հա։ Այ որ ինձ լսես դու էլ այդպես կդառնաս։ Ամեն մի մոռացի դու ինձանից մեծ ես, չէ։ Դու գիտես գոնե ես դպրոցում ինչ հեղինակություն եմ եղել։ Իսկ դու եկար գերազանցիկ էիր, կարգապահ էիր։ Հեղինակությունս մի անգամից տապալեցիր գետնին, բա դա անելու բան էր։ Լավ, հիմա իրիկունը գնում ենք, թե չէ։ Չէ, ապեր դու իմ դիրքորոշումը գիտես այդ ամեն ինչի վերաբերյալ։ Չէ։ Արտուր, բայց ապեր մենք իմ համար են գնում, ոչ թե քո։ Քո համար առանց ինձ։ Բայց ես առանց քեզ չեմ ուզում գնամ։ Համեր դու եկել ես այստեղ, որ միշտ իմ կողքին լինես, չէ։ Բա որ այդքան է հասկանում ես, մի հատ ինձ կարաս ասես այդ մարդկանց տանը մենք ընդհանրապես ինչ գործ ունենք։ Արա սիրահարվել ես մի քիչ ֆարֆռա էլի, ինչ ես բարթացնում ամեն ինչ կասես։ Դու արդեն սխալ բաներ ես խոսում, Արտուր։ Արխաղ, հա։ Արա դե չեմ վստահում ես այդ մանեին, էլի, բարդ է հասկանալը։ Դու զգացել ես, չէ՞, դու ոչ մեկին չես վստահում, Արտուր։ Լավ կգամ հետդ։ Ապրես։ Բայց մենակ մի պատճառով։ Որ չմտնես իրանց տուն ու մի անգամից առաջարկություն անես, ես լավ գիտեմ, որ դու պատրաստվել ես։ Այ ես էլ արդեն մատանի էի առել։ Ներվերս չուտես։
Ոնց եմ զզվում ես սրանից։ Բայց հիմա սրա ժամանակը չի։ Սրանից զզվելի երկերեսանի մորդ էս աշխարհում չկա։ Լիլի մի քիչ կամած կարողա լսի։ Եթե լսի, թող լսի ու իմանա թե ինչքան զզվելի անդուր մարդ է։ Նոր ինչ ասես ասում էր։ Հիմա նենց է կանգնել այնտեղ իբր անհանգստանում է։ Լիլի բաբատ։ Պապ։ Ես ինչ վախեցած հայացքը։ Ո՞նց ես, պապ։